Իմ սրտի մեջ կա զրուցելու մի թեմայի մասին, որը շատ նուրբ, շատ բարակ թել է նամանավանդ քույրիկների համար։ Քույրիկների ամենասիրելի թեման է սա։ Մեզ վերջում կերև հայլի։ Մի օր պաշտամունքից վերջում մի հատ քույրիկ մոտիկացավ, ասեց Սողոմոն, եղբայր, փաստորեն դու ծիծաղալ էլ գիտես, հա։ Երևի միշտ տխուր ա տեսել, չգիտեմ, այդպես մտքերի մեջ։ Իրոք շատ եղբայրներ կան, եղբայրներ քույրեր, ոչ թե ծիծաղալ չգիտենք, այլ մենք շատ ավելի լացել գիտենք։ Գիտեք ինչ է, լացում ենք մեզ վրա, լացում ենք մեր քույր եղբայրների վրա, հասկանում եք, սգում ենք, որ Աստված այդ մխիթարությունը տա մեզի։ Հիմա այս ամեն պաշտամունքին չեմ հասնում, եկել նայում եմ, տենում եմ արդեն պաշտամունքի ժամն է։ Վերջը խնդրում եմ, լացում եմ Տեր Աստված, չլինի որ այս ժողովուրդը, որ դու հավաքել ես այդտեղ, վերջը առանց քեզ հանդիպելու տուն վերադառնան։ Դա լացելու բան է, թե ուրախանալու բան է, եղբայրներ քույրեր։ Իրոք պետք է խնդրես Աստծուց գրված է, խնդրեցեք եւ պետք է տրվի էլի ձեզի։ Ուրեմն չգիտեմ, տենց Սուրբ Հոգին դրել այդ թեման իմ սրտի մեջ զրուցել, որտեղ հիմնականում ստե քույրիկներն են, հիմնական մասը, եւ դա վերաբերվում է քույրիկներին եւ ընտանիքին, ուղիղ ընտանիքին, թե ով է քույրիկը, ինչպիսի վարք պետք ունենա ընտանիքում, ով է ամուսին իր համար եւ ով է ինքը ամուսնու համար։ Եվ ինչի համար է ստեղծվել կին ընդհանրապես երկրագնդի վրա։ Իմիջիալոց եղբայրը, որ պատմում էր այդ քույրիկի մասին, ես իմ մեջ նստած ուրախանում եի, ասում ինչ լավ է, սուրբ քույրիկներ կան, ուրեմն փաստորեն կան, այո, Աստված, որ ուզում է վերջը ներգործի, անում է։ Ես ուրախանում եմ դրա համար, եղբայրներ քույր, եւ ուզում եմ, որ ոչ թե մենակ այդ քույրիկի կյանքում այդ բանը լիներ։ Ես ուզում եմ, որ բոլոր եւ քույրիկների եւ եղբայրների կյանքում այդ բանը իրականություն դառնա, ալելույա նրան։ Իրոք, եթե դու հանդիպես մի անգամ Քրիստոսի հետ, կփոխվի ամեն բան քո կյանքի մեջ։ Էլ դու չես տրտնջա, նաեւ ես ասեմ մի բան, որ մենք մեր աղոթքի մեջ պետք է ուղղակի ասենք Տերների, որ մենք տենց ենք մտածել։ Եղբայրը, որ պատում էր, ես ինքս տենց ասի Տերների, ես տենց մտքեր ունեցել եմ։ Այդ նեղությունների, դժվարությունների ժամանակ ես ասում եի Տեր Աստված, այս ինչ նեղություն է, այս ինչ տառապանք է, այս ինչ դժվարություններ եմ էլ ես քաշում։ Բայց եղբայրը, որ պատում էր այդ քույրիկի տեսածը, որ Աստված ցույց է տվել իր գլխի վրի թղթե փշեպսակը, ու ասել է դե հիմա նայ քո փշեպսակը, ու նայ իմ փշեպսակը։ Եղբայրներ քույրեր, եթե մենք նեղություն ենք քաշում, մենք էսի շատ լավ վկայություն էր մեզ համար, որ եղբայրը տվեց։ Մենք հիշենք, որ չկա այդ ձևի անձնավորություն, որ ինքը կարողանա այդ նեղությունը ոչ թե հավասար, այլ գոնե մի քիչ մոտիկ լինի։ Եթե քո մեջ նման մտքեր այլ է, որ ես տառապում եմ կամ տառապել եմ, ես ինչ նեղություն եմ քաշում եւ այլը, դիր մի կողմ, դա լրիվ թղթից փշեպսակ է։ Թղթե փսակ այդ են սուտի դատարկ։ Դու շատ չնչին բան ես անում էլի։ Ուրեմն տեսեք, եթե Պողոս առաքյալը հարմար է գտել խոսելու մեր քույրիկների մասին, թեև եղբայրների մասին էլ կա տեղ գրված, բայց սկզբից քույրիկների մասին է գրված տեղ։ Ուրեմն Եփեսացի 5-րդ գլուխը պիտի կարդանք, որտեղ հավատացած եղեք քույրիկներ, շատ քույրիկներ կան, որ իրանք չգիտեն, թե ինչպես պետք է ապրեն տան մեջ, այսինքն հոգևոր սուրբ կինը ինչպիսին է լինում, ինչպիսին Աստված ուզում քեզ տեսնել քո տան մեջ, քո շրջապատում։ Ուղիղ սկսենք հենց ընտանիքից, հələ դուրս չեն գալիս, սկսում ենք ընտանիքից։ Եփեսացի 5-ում sense մի համար կա գրված 21-ից են կարդում 22-ից Կիները իրենց այրերուն հնազանդ լան որպես թե տիրոջը
Վասնզի այրը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն ալ եկեղեցուն գլուխը, ու ինքը մարմնի փրկիչն է։ Ուստի ինչպես եկեղեցին հնազանդ կլա Քրիստոսին, նույնպես ալ կիները ամեն բանի մեջ իրենց այրերուն։ Աստծո խոսքը մեզ այդ ֆորմուլան, բանաձևը, այդ գիծը գծում է եւ ասում է ընդունի սա է ճշմարտությունը։ Ամեն մի քույրիկ, որ ունի ամուսին, ինքը պետք է այս համարները շատ լավ կարդա եւ ինքը ապրի այս համարների մեջ։ Հետաքրքիր է տեսեք քո եւ քո ամուսնու վերջը այդ ապրելակերպը ոնց պետք է լինի, քո կողմը ինչպիսին պետք է լինի։ Աստծո խոսքն ասում է, որ կիները իրենց այրերուն հնազանդ լան։ Ու ասում է ինչպես հնազանդ լան, ոչ թե ինչպես դու ես ուզում, ոչ թե ինչպես քեզի է հարմար, կամ ոչ թե ինչպիսի վերաբերմունք է ցույց տալի քո ամուսինը, ոչ, այդ ամեն ինչը մի կողմ դեր, սիրելի քույրիկ։ Գրված է, որ որպես թե Տիրոջը դու նայ ինչպիսի վերաբերմունք, որ դու ցույց ես տալի քո ամուսնուն, դու ճիշտ այդպես վարվում ես Հիսուս Քրիստոսի հետ։ Եթե դու հակառակվում ես քո ամուսնուն, եթե դու դեմ ես նրան, նեղվում ես, վերջը սրտիդ մեջ, դե չես համարձակվում մտենց ուղիղ ասես, բայց սրտիդ մեջ ես ասում ինչ որ ասում ես, այդ ամեն ինչը դու Տիրոջն ես անում, եղբայր քույրիկ ջան։ Ինքը լինի հոգևոր եղբայր, թե աշխարհիկ, դա բոլորովին կապ չունի, ստե գրված չի։ Եթե հավատացյալ է քո ամուսինը, ուրեմն դու լավ լսի իրան, խոնարհվի։ Իսկ եթե աշխարհիկը հավատքի մեջ չի, ուղիղ ճակատին տուր ու պատասխանի իր հարցբաներին, խոսքերին, ոչ։ Հիմա դու նայի քո սրտի մեջ, դու քո ամուսնու նկատմամբ քո հնազանդությունը ինչպիսին է։ Մի հատ քույրիկ ասում է, դե եղբայր ջան, ինքը իմ ամուսինն է, ես ոնց ուզեմ, այդպես կվարվեմ։ Դա երևում է։ Երևում է, ասի, որ մտանք ձեր տուն, դու սկի դիմանից մի հատ լայախ չարիր ոտի կայնես, մարդ ենք, էլի ձեր տունն ենք մտել։ Եթե դու հարգեր քո ամուսնուն, հետը մարդ է մտել, լավ, ես հեչ, բայց քո ամուսինն է, քո գլուխն է տուն մտել։ Այդքան է քո հարգանքը Քրիստոսի նկատմամբ։ Հետաքրքիր է, եթե դու ուզում ես իմանաս ինչքանով ես դու հնազանդ Տիրոջը, Հիսուս Քրիստոսին, որքանով որ դու հնազանդ ես քո ամուսնուն, ճիշտ այդքանով դու հնազանդ ես քո Տիրոջը, որտեղ այդպես ասում Աստծո խոսքը։ Ասում հնազանդի քո այրերին որպես թե Տիրոջը, որպես թե Քրիստոսին, եւ Տիրոջը մեծատառով է գրած։ Նա նրան է բնորոշում, նա է։ Ես հիշում եմ իմ կյանքում եղել ընդամենը մի դեպք, որ քույրիկը իրոք ես տեսել եմ, չեմ շփվում, բայց տեսել եմ մի անձնավորություն իր ընտանիքում իրոք ապրում էր այդ կյանքը։ Անկամ որ իր ամուսինը մեր եղբայրներից էր, եկավ ասեց այ աղբեր, ես արդեն չգիտեմ ոնց վարվեմ իմ կնոջ հետ։ Ասի ինչ այլ է Մարտին ջան։ Ասեց այ աղբեր, ինքան խոնարհ է։ Ասում եմ, ես ամանչում եմ, որ հանգարց մի բան իրան ավելացեմ։ Բայց առաջ Մարտինին քրքրում էր։ Իսկ հիմա Մարտինը բողոքում է մի այլ ձև։ Ասում եմ, ես ամանչում եմ իրանից, եղբայր ջան, արի իր այդ խոսա էլի։ Ասի իր այդ ինչ խոսամ։ Ասի տնաշ են, ուրիշ ամուսիններ ասում են էլի արի խոսա, բայց մյուս կողմի համար։ Ասի դու հակառակ կողմի համար ես ուզում գան քո կնոջ հետ խոսեն։ Ուրեմն այդ քույրիկը, որ ապաշխարվավ, ինքը ասեց, ես ուզում եմ, եղբայր, ինձ սովորացնես ավետարանով, ինչպիսին պետք է լինի հավատացյալ կինը տանը մեջ։ Ասի, ես քեզ սովորեցնելու ոչինչ չունեմ։ Կսովորեցնի քեզի Աստծո խոսքը, եթե դու ուզում ես հնազանդվես։ Եվ բացել ենք այս համարները կետ առ կետ, որ մի քանի համարել կա, մենք ընթերցենք միասին ու կարդացել ենք։ Ես ձեզ մի հարց տամ, քույրիկներ։ Կարող է եղած լինի, կարող է ոչ։ Դուք եղել է, որ ձեր դուռը ծեծեն ու դուռը բացեք, տեսնեք Հիսուսն է կանգնած։ Չի եղել։ Հնարավոր է մեկի երկուսի կյանքում եղած լինի։ Իսկ եթե Հիսուսը մի օր ձեզի հույր գա,
Ինչպես կընդունեք Տիրոջը։ Այսի խոսքը քույրիկների մասին է։ Հասկանալի է։ Ամենալավ բաները, ամենավերջը խոնարհությունը, վերջը հասկանալի է։ Իսկ ես ասեմ, որ Հիսուսը եկել է ձեր տուն, բայց դուք այդպեսի չեք վարվի իր հետ։ Ինչպես ես վարվում քո ամուսնու հետ, սիրելի հոգի։ Նա քո Տերն է։ Նա քո գլուխն է։ Ինքը ամեն օր գալիս է քո տունը։ Բայց դու իր հետ այդպես չես վարվում։ Դու իր հետ վարվում ես մի հասարակ մեկի պես։ Աստված երբ որ ստեղծեց Ադամին եւ Եվային, հետո վերջում դրեց եւ ասեց Ադամը պետք է իշխի Եվային։ Քո բոլոր փափակ ասես նա պետք է լինի։ Բայց այսօր եղբայրներ քույրեր, շատ քիչ ընտանիքներում կա այդ խորը հնազանդությունը, գիտեք, որ կինը իր սրտի մեջ հասկանում է, որ իր Տերն է եկել տուն։ Այնքան է հասարակացել այդ բաները, որ արդեն սովորական է, դու ոնց ուզում իր հետ խոսում ես, ոնց ուզում վարվում ես, տունն էին գնացել մեկի հաս պետք է դնեին։ Դե ասեց այ կնիկ սոված ենք, հենա կուխնյում է ճաշ, ասում է գնա լցեք կերեք։ Ու դրանք հավատացյալ էին, քույրիկներ ջան, դա չի խոսում, որ դա հավատացյալ է։ Հասկանում ես։ Հետաքրքիր է Պետրոս առաքյալը 3-րդ գլխում ասես մի համար ունի։ Գրված է, որ կանայք նորից հնազանդվեք ձեր ամուսիններին, ամուսինների մասն էլ բաժին կա, բայց այսօր քույրիկների հերթն է։ Ամուսիններինը իմիջիալոց ասեն, որ ավելի ծանր է։ Շատ ավելի ծանր է, քան թե քույրիկներինը, քույրիկներինը մեկից թեթև է։ Չնայած նայածով է ասում, նայածով է քարոզում, չեմ մետ էլ կա։ Գրված է նույնպես կանայք հնազանդ լան ձեր այրերուն, սա նրանց համար է ում ամուսինները որ չեն ապաշխարում, սիրելի քույրիկներ, ուշադիր լսեք։ Ասում են նմանապես կանայք իրենց այրերուն հնազանդ լան, որպեսզի եթե ոմանք խոսքին հնազանդ չլան ալ, այսինքն եթե քո ամուսինը խոսքին հնազանդ չի ապաշխարում նա ինչպես պետք է դարձի գա, գրված է։ Առանց խոսքի կշահվեն, պետք չի որ դու իրար էլ խոսք խոսես։ Առանց խոսքի կշահվեն, ինչպես, գրված է, կիներու վարմունքով է։ Երկրորդ խոսքում գրված է, տեսնելով ձեր երկուած եւ պարկեշտ վարքը։ Ռուսերենում մի այլ ձևի է գրած, թեկուզ մոտիկա, ռուսերենում գրված է, որ տեսնեն ձեր բագաբայազնի жизнь։ Գիտեք ինչ, երբ որ ամուսինը տեսնում է իրոք այս աստվածավախ կյանքը կնոջ առօրյայում կնոջ կյանքում, իրան պետք չի որ դու խոսաս Քրիստոս կա, ամուսին ջան։ Իրան պետք չի որ դու ասես կյանքը սա է, ինքը տեսնում է որ այդ կյանքը քո մեջն է արդեն։ Եվ շատ քույրիկների, ոնց որ ասած այդ մաքուր ապրելակերպով շատ ամուսիններ դարձի են եկել։ Եվ ինչ ասում շարունակության մեջ։ Դասմա տեսնելով ձեր երկուղած պարկեշտ վարքը, որոնց զարդարանքը չլնադրսեն մազերի հույսերը, հույսվածները, ոսկի շարքերը կամ շքեղ հանդերձներ հագնելը։ Ես հիշում եմ մի ազնվորություն ասեց եղբայր ջան, ձեզ մոտ քույրիկները զարդարվում են թե ոչ։ Ասի իհարկե զարդարվում են։ Ասի ամենաուժեղ մեր մոտ են զարդարվում։ Ասենց ո՞ն ձեր քույրիկները ոսկեղեն զարդարանք կրում են, ասի իհարկե կրում են։ Հիմա նայում անձի ասում դու Սողոմոյ եղբայրն ես, ասում հա։ Նայում մեր քույրիկներին, կող քույրիկներ ունենք, դա ոչ մի բան չկա իրանց այդ ժեշտ, մեծ տեսաներ չկար, վերջը տենց։ Չի հասկանում, ասի քույրիկ ջան, բացենք 3-րդ գլուխ առաջ Պետրոս, լրիվ այդ հարցի պատասխանը գրված է, այստեղ գրված է զարդարանքի մասին։ Տեսեք ինչ է գրված։ Հապա սրտի ծածուկ մարդը անկեղծությունով հես ու հանդարտ հոգի զարդը թողնա, որ Աստծո առջև խիստ պատվական է, վասնզի ատենոք սուրբ կիները, տեսեք, սուրբ կանանց մասին է գրում, ոչ թե բոլորի մասին, ստե սովորական կանանց մասին չի գրում, եթե դու քեզի ուզում ես տեսնել սուրբերի շարքում, դասում, տես ինչ է գրված քո մասին, սիրելի քույրիկ, գրված է վասնզի ատենոք սուրբ կիները,
որոնք իրենց հույսը Աստծո վրա դրած էին, անձերնին այսպես կզարդարեին։ Տես անձի զարդարան գոյություն ունի։ Կարելի է զարդարվել։ Ասում է այսպես կզարդարվեին, իրենց այրերուն հնազանդ ըլնալով։ Ամենաուժեղ զարդարանքն է, ինչքան ուզում է զարդարվի։ Սիրելի քույրիկ, ինչքան զարդարանք ունես վրդ, հəl մի հատ նայի։ Ինչքան խոնար ես դու։ Արդյոք քո ամուսինը, եթե իրան հարցնեն քո մասին, ինչ կվկայի քո հոգևոր վիճակի մասին։ Այսօր եթե իրոք անկեղծանանք մեր քույրիկների ամուսիններին, որտեղ ամենապարզը մարդու հոգևոր վիճակը երևում է տան մեջ, գիտեք։ Եկեղեցում չի երևում, աշխատանքի վայրում էլ չի երևում։ Եվ ամենաճիշտը կտեսնի քո ամուսինը քո կյանքը։ Ուզում ես իմանաս քո հոգևոր վիճակը, սիրելի քույրիկ, հարցրա քո ամուսնուց, հեռու մի գնա։ Մնացած բոլորը կասկածանքով քեզի կասեն։ Կարող է դրսից տեսնեն, որ դու լավ ես, ու տես խոնար ես, վերջը, իրանք չեն իմանա դու ով ես։ Ուզում ես իմանաս, հարցրու ամուսնուդ անկեղծորեն, ասա ինչպես ես տեսնում ինձ, որտեղ է իմ սխալները, որտեղ է իմ բաց կողմերը։ Եվ քո ամուսինը սիրելով քեզ կասի կնիկ ջան, այս հարցը սենց էր, ստեղ սենց էր, այս մի հարցում սենց էր։ Մի հարցրա կողքիններից։ Հետաքրքիր է շարունակության մեջ տեսեք սուրբ կանանց ընթացքը, կյանքը, վարքը գրված է վասնզի զարդարում են հնազանդ տնալով 6-րդ խոսքը, ինչպես Սառան հնազանդ էր Աբրահամին եւ զանիկա Տեր էր կոչում, ձեզանից ով է իր ամուսնուն Տեր կոչում եւ այդ հոգեբանությունով ապրում, ոչ թե լեզվով սթից օդի մեջ, չէ։ Որ քույրիկի սրտի մեջ է իր ամուսինը որպես Տեր, եղբայրներ, քույրիկներ ջան։ Որ քույրիկի սրտի մեջ է։ Եթե դու ընդունում ես իրան որպես Տեր, ուրեմն դու ինչ ես։ Եղբայրներն են ձեր փոխարեն ասում, դե ասեք, ձեր բերաները չի բացվում։ Չի լում, չէ, չի ֆորում, չէ։ Եղբայրներն են ասում։ Ծառա, դե ասեք։ Դե եթե որ իրոք դու Տեր ունենաս, այդ կյանքը ապրես, դու քո լեզուն լավ կֆոռա, կասես ես ծառայ եմ այդտեղ։ Ու բոլոր խնդիրները, քույրիկներ ջան, հավատացած եղեք։ Ձեր ընտանիքների մեջ գալիս է մի բանից, որ դու ծառայի հոգեբանությունով չես ապրում։ Մի քույրիկ ասեց եղբայր ջան, ես իմ տան մեջ ծառա պետք է լինեմ, ասի այո ամեն, այդպես է գրված։ Եթե ուզում ես ընտանիքիդ մեջ խաղաղություն լինի, եթե ուզում ես որ քո ընտանիքը օրհնվի, եթե ուզում ես որ քո ամուսնուդ սիրելի լինես, եթե ուզում ես երեխաներդ Աստծո խոսքի եւ սիրո մեջ մեծանան, երեխաները պետք է տեսնեն, որ դու խոնար ու հեզ ես Սառայի պես։ Պետք է տեսնեն իրոք քո խոնարհությունը, ոչ թե քո հակառակությունը։ Պետք է տեսնեն քո հեզությունը, ոչ թե պատասխանելը խոսքին 1-10։ Քույրիկներ ջան, սա չի խոսում նրա մասին, որ դու հոգևոր ես, եւ այսօր շատ քույրիկների ամուսիններ նեղված են իրանց կանանցից։ Եվ չեմ սխալվի, որ ասեմ նեղվել եւ թող հեռացել են։ Եվ սա եկել է քո կողմը։ Որ դու քրիստոնյա լինելով հանդերձ, Աստծո խոսքը մի կողմ ես դրել։ Քո տեսանկյունով ես ապրել։ Քո ուզածն ես արել, քոնն ես ծխմե առաջ։ Եվ Աստվածը դա չի գործել քո ընտանիքի մեջ։ Եվ միջև այսօր էլ խնդիրներ կան շատերի ընտանիքներում։ Եվ այդ խնդիրները քեզանից է գալիս, սիրելի քույրիկ։ Եթե դու ընդունես Աստծո խոսքը, իրոք հնազանդվես քո ամուսնուն, ինչպես որ Աստվածաշունչ Մատթեյանն է սովորացնում քեզ, քո փրկությունն էլ կունենաս դու։ Սա անգամ կապված է քո փրկությանն հետ, սիրելի քույրիկ։ Որտեղ Աստծո պատվիրանները, որը քեզի է հղվում, դու էդի անարգում ես։ Դու չես հասկանում, որ դու ծառայի պես պետք է լինես այդ տան մեջ։ Ճաշեփելը, շոր լվալը, տուն մաքրելը, դա չի նշանակում, որ դու ծառա ես։ Եթե դու ամուսին էլ չունենար միևնույնն է, պետք է աներ դու դրանք։ Ես հիմա կին չունեմ, ես անում եմ այդ ամեն ինչը։ Եթե դու ամուսնացած ես, դու միևնույնն է պետք է անես։ Իսկ եթե ունես ամուսին, դու էդի մի բեր ասա, ես արդեն անում եմ սրանք, ոչ, քո հոգեբանությունն է կարևոր։
Քո ներտնաշխարհն է կարևոր, երբ որ քո ամուսինը ներս է մտնում, արդյոք դու որպես ինչ ես ընդունում իրան։ Դու ընդունում ես որպես Տեր, ինչպես Սառան էր ընդունում։ Քույրիկներ ջան, Տերը թողնական լինի մեզ։ Աստծո խոսքում գրված է, որ հնազանդ եղեք ամեն բանի մեջ։ Շատերը ուղղակի այդ տողերը հասնում են, այդ մի տողի վրից թռնում են։ Ասում է եղբայր ջան, ամեն բանի մեջ, իսկ եթե ինքը սխալ ասում ամեն բանի մեջ, երկնքում Աստված կա, քույրիկներ։ Եթե դու հանուն ճշմարտության, իրոք դու հնազանդվում ես, անգամ վտանգելով քո կյանքը եւ հնազանդվում ես, որպեսզի Աստծո խոսքը բարձրանա քո ընտանիքում խաղաղություն լինի, երկնքում Աստված կա, քույրիկ ջան, մի վախեցի։ Աստված կարա խոսա քո ամուսնու հետ։ Ու ավելի լավ խոսա, քան թե դու խոսաս։ Ես չեմ խոսում նրա մասին, եթե ինքը ասում է թող Քրիստոսին, ոչ։ Դրա մասին չի զրույցը։ Բացի դրանից շատ հարցեր կան ընտանիքներում։ Ես ընտանիք չունեմ, բայց ես շատ ընտանիքների ծանոթ եմ այդ կյանքին, շատ։ Եվ ես ասեմ մի ուրիշ բան։ Շատ ընտանիքներ եմ ես գնացել զրույցելու համար, 90%-ը խնդիրները կանայք են։ Կան տեղեր, որ ամուսինը խնդրում ասում է կին ջան, ես հիշում եմ, ասում էր ղուրբան քեզ ցավը տանեմ, ներ ինձի, բրթում էր իրանը, չէ։ Ասում էր մի շաբաթ չմոտիկանաս ինձ հանգարց։ Հաց էլ չեմ տա քեզի, ասում էր։ Ես եմ տեսել ոչ հաց էր տալի, ոչ շորերն էր լվում, ոչ հարթուկում, այդ եղբայր գալիս էր մեր տուն, Հոլանդիայում։ Ես էի հարթուկում իր շորերին, դե խեղճը կին ունեցել, միշտ կնիկն արե։ Քույրիկներ ջան, այդ ինչի մասին է խոսում։ Ու նման կանայք մտածում են, որ երկինք պետք է մտնեն։ Չեմ կարծում։ Եվ այսօր իշխանությունը անցել է շատ տեղեր, շատ ընտանիքներում կանանց ձեռքը։ Մի բան հանգարց կնգա ասածով չլինի, խնդիր է։ Այնքան քիթ ու մռութը կկախի, միջև ամուսինը ստիպված այդ բան անի, թե չէ վեճ է։ Ասում էր ինչ անեմ, այ աղբեր ջան, իր ասածով չանեմ, ընտանիքս քանդվի։ Բայց եկեղեցու անդամներ են երկուսն էլ։ Քույրիկներ ջան, ինչի մասին է խոսում դա։ Կարծում եք ձեր մեջ չկա դες բան։ Ինչ անշնակում ամեն բանի մեջ։ Եթե դու խոնար անձնավորություն ես, եթե դու Քրիստոսին սիրող մարդ ես, ես հիշում եմ, մենք քույրական արեցինք Հոլանդիայում մի տեղ, մի քույրիկ վերջում ասեց եղբայր կարելի է մի հարց ասա։ Ասեց Սողոմոն աղբեր, իրոք Երանի, որ իմ ամուսինը Աբրահամ լիներ, եւ ես Սարայի պես կլինեի։ Դե կանայք լեզվիտակ ետ կմնան։ Ասում եմ իմ մարդը, որ Աբրահամը լիներ, ես Սարա էի։ Ասում եմ Ալինա ջան, դու գիտես, որ Աբրահամին Աբրահամ Սարան էր սարքել։ Ասես ոնց, ասի հենց այդպես։ Ասի հիմա եթե Աստված ոչ անասի տես բան լինի, բայց Սուրբ գրային ասա։ Ասի եթե նեղն ընկնեք դու ու քո մարդը, քո մարդ ասի ժողովուրդ ջան իմ կնգան տարեք, մենակ ինձից հեռմի տվեք։ Հիշում եք այդ պատմությունը Աբրահամի կյանքում, չէ՞։ Ասի հետո որ դու եթաս ու հետ գաս, ինչ կանես, ասես տեղում կբաժանվեմ։ Աստեն մեզ որ Սառան Աբրահամին Աբրահամ դարձրել։ Եվ այն էլ երկու անգամ։ Ուղարկեց այդ ծանր հարվածի տակ Սարային։ Սարայի բերանը չբացվավ, ինքը ծառայի պես էր։ Եվ երբ որ հետ վերադարձա, միած չասեց Աբրահամ, չէ՞։ Աբրահամ, ես ինձ այսօր էր ուղարկում, ես քո համար ինչ էի խի։ Քրիկներ ջան, խնդալու բան է, բայց լալու բան է, որ ասում եմ։ Իրոք էլի անկեղծանանք, քրիկներ ջան, այդպես չի։ Մեզ մոտ մի տենց հարց եղավ այդ քույրականից հետո տենց զրուցեցինք, հետո նենց էր որ եղբայրները չգիտեմ իրանց ամուսինները ուր էին գնացել, ես ու Իսո աղբերն էինք։ Իսոր այլ աղբերս ինչ պետք է անենք Սողոմոն աղբեր, դասի բեր քույրական անենք, եղբայրները ձուկ բռնելու են գնացել ինչ որ։ Ես հիշում եմ, շատ լավ հիշում եմ այդ պաշտամունքը, հատուկ պաշտամունք էր։ Ես հիմա ձեզի հարց պետք է տամ եւ այդ պատմությունը պատմեմ։ Քույրիկներ ջան, ով է սիրում իր ամուսնուն թող ձեր բարձրացնի։
Շատ քիչ ձեռքեր են երևում։ Երևի գիտեք, այդ պատմությունը լսել եք, դրա համար ձեռք չեք բարձրացնում։ Ուրեմն այդտեղ նստած քույրիկները բոլորը ձեռք բարձրացրեցին։ Բոլորը ձեռք բարձրացրեցին, որ ես ասի, ով որ սիրում է իր ամուսնուն, թող ձեռք բարձրացնի, մի հատ քույրիկ երկու ձեռքը բարձրացրեց։ Իսո եղբոր կողներ, իսոն ասեց քույրիկ ջան, գլխիդ գալիքը չգիտես։ Ինքը եղել էր արդեն, տեսել էր այդ օծման յուղը, էլի ոնց է լսվում քույրիկների գլխին։ Ասի բացում ենք Առաջի Կորինթոս 13-րդ գլուխը։ Սկզբից այս կետերը կարդացինք, որը ես կարդացի ձեզ համար։ Եվ հետո բացինք Առաջի Կորինթոս 13-ը, եւ դա այստեղ պետք է կարդանք։ Հիմա ով որ սիրում է իր ամուսնուն, այստեղ գրած է։ Քույրիկներ ջան։ Այստեղ դուք քեզի ճանաչես լրիվ։ Ես չեմ ասելու ով ասրա մեջ, ով սրա մեջ, չի դու քո սրտի մեջ այս հարցերին արձագանք տուր։ Վերևում գրված է, որ եթե ամեն ինչ ունենաս, ես չեմ ուզում դա կարդամ ժամանակ չկորցնելու համար, ամեն ինչ ունայն է։ Եվ ասում է, եւ իմ բոլոր ստացվածքը աղքատներում կերցնեմ, եւ իմ մարմինս այրվելու տամ, բայց եթե սեր չունենամ, ոչ մի օգուտ չունի։ Ես չեմ կարծում, որ այստեղ կա քույրիկ, որ իր ամբողջ ունեցվածքը աղքատներին է տվել, եւ իր անձն էլ այրվելուն է տվել, այդպես մարդ չկա ձեր մեջ։ Անկամ եթե դու այդ անձնավորությունն ես, ու եթե սեր չունես, ասում եմ ոչ մի օգուտ չունի։ Ուրեմն տեսեք, ինչ է նշանակում սեր ամուսնու նկատմամբ։ Այդ աստվածային սիրո մասին է այստեղ բնութագրում։ Գրված է սերը երկայնամիտ է։ Այս նույն թեման ես խոսացել եմ այնտեղ այդ քույրականին։ Հետաքրքիր է, քո մեջ երկայնամտություն կա քո ամուսնու նկատմամբ։ Երկայնամտությունը դա բնորոշ է Աստծուն, ասինքն աստվածային համբերության մեկ մասնիկն է։ Դու ինչքան համբերություն ունես, երբ որ քո ամուսինը սխալվում է։ Եթե դու սիրում ես իրան, դու երկայնամիտ ես լինում իր հանդեպ։ Իսկ եթե երկայնամիտ չես եղել, դա չի խոսում, որ դու սիրում ես իրան։ Ջան ասել այդ սիրել չի։ Նորից եմ ասում, մի կտոր հաստալը, շոր հարտուկելը, տեսին դրանք դիրմիկում, սիրելիո, գետի աշխարհիկ մարդիկ են անում։ Եթե քո ամուսինը սխալվել է ինչ որ հարցի մեջ, քո հանդեպ այնպես չի, ինչպես որ պետք է լիներ, եւ դու իր հանդեպ երկայնամիտ չես։ Դա չի խոսում, որ դու սիրում ես իրան։ Մյուս կետը կարդանք։ Սերը քաղցր է, երբ որ ինքը քեզ է դառն է լինում։ Դու իր այդ քաղցր ես արդյոք։ Արդյոք սիրում ես քո ամուսնուն։ Դու չես կարող սիրես մեկին եւ նրա հետ դառը լինես, սիրելի քույրիկ։ Դու քո սիրո հետ չես կարող դառը լինես։ Դու քեզի շատ լավ սիրում ես, չէ՞։ Դու քո հետ դառը չես լինում։ Բայց դու ասում ես, որ սիրում ես քո ամուսնուն եւ նրա հետ դառն ես, դա չի խոսում սիրո մասին։ Շատ բաներ կա, քույրիկներ ջան, որ պետք է մենք ուղիղ ընդունենք Աստծո խոսքը։ Ես ուղղակի կարդում եմ։ Այդպես է գրված։ Շատ ժամանակ շատ կանայք կեղծավոր են, ես չեմ ասում ձեր մեջ կան, դուք ինքներդ նայեք։ Երբ որ պետք է քեզ ինչ-որ մի բան, դու շատ լավ կարող ես քաղցրանաս։ Պատահում է թե չի պատահում։ Քաղցր լեզու ունենալ, ջանջան անել, որ ամուսինը քո ուզածը անի, պատահել է։ Պատահում է, կան։ Դա խոսում է ոչ թե սիրո մասին, խոսում է կեղծավորության մասին։ Որ դու այդ ժամանակ դիմակ ես հագնում, սիրելի քույրիկ, ուզում ես կեղծավորություն անել, որ քո ուզածը առաջ տանես։ Փաստորեն քաղցրել չես եղել քո ամուսնու հետ։ Սերը չի նախանձում, չի գոռոզանում, դու նայդ ես գոռոզացել ես, չի հպարտանում, հպարտ վարմունքություն չի տվել, հպարտ չի խոսացել, չի հակառակվել, գրված է, անվայել վարմունք չունի, իրանը չի փնտրում, բայց շատ ժամանակ քույրիկները իրանց ասածը եւ իրանց ուզածն են փնտրում։
Սերը իրանը չի փնտրում, սիրելի քույրիկ, բա ում նա փնտրում։ Սերը իր ամուսնունն է փնտրում, իր դիմացինին նա փնտրում։ Իսկ եթե դու փնտրում ես քոնը, քո աստվածը, քո ուզածը որ լինի, դա չի խոսում նրա մասին, որ ինքը քո գլուխն է եւ դու իր կողքի ոսկորն ես, որ ինքը քո տերն է եւ դու իր ծառան ես, որ ինքը քո ամուսինն է ու դու իր կինն ես։ Չի խոսում նրա մասին, որ ինքը քո իրոք սիրելի ամուսինն է։ Նա խոսում է նրա մասին, որ ինքը քո վարձկանն է, ինքը աշխատում է, բերում է եւ դու ուտում ես։ Իրանը չի փնտրում։ Դու ես ուզում անպայման քո ասածը լինի, քո ուզածը լինի։ Այս ճանապարհով չեղա մյուս ճանապարհն ես բացում։ Ինչի մասին է խոսում դա։ Դա չի խոսում նրա մասին, որ դու խոնար եւ հեզ ես սառայի պես, որ դու հլու ես եւ հնազանդ Աստծո աղջիկ որպես։ Եվ դու ուզում ես քո ընտանիքի մեջ լինի խաղաղություն, լինի օրհնություն, չի լինի սիրելի հոգի։ Անկամ երեխաներդ կմեծանան եւ աշխարհը կվայելեն, դու հիմա ինչ ես ցանում, դու նայի երեխաներդ ամբողջությամբ տեղյակ են դրանից։ Քո ամուսնու սիրտը ուրախ չի քեզ համար։ Սերը չի բարկանում, բարկությամբ չի գրգռվում։ Անիրավության վրա չի խնդում։ Ամեն բանի զիջում է։ Այսօր զիջող սիրտ ունես դու թե չէ։ Շատ կանայք ինձ դիրք են ընդունում, որ ամուսիններն են զիջում իրանց։ Քույրիկներ ջան։ Եվ էսի ցավոք կա, գիտեք։ Ցավոք կա բոլոր ընտանիքների մեջ։ Ամեն բանի հավատում է եւ ամեն բանի հույս ունի։ Սիրելի քույրիկներ, դուք ինքներդ նայեք մեր ձեր կյանքի մեջ, հələ մի պահ մի հատ այդ լենտը հետ տվեք, էլի։ Հələ միջև ճամբար գալ, ես չեմ ասում մի ամսվա պատմությունը լիշեք։ Ինչ որ ասենք արդեն տարիներ հետ գնացեք, ահագին կուտակվի այդ սխալները։ Եթե այս կետերին ուղիղ դու չես համապատասխանում, ես չեմ ասում ինչ որ մենք պետք է տենց օրենքի տակ մտնենք, ոչ։ Սա փոխված վիճակն է, սա խոսում է սուրբ կանանց մասին։ Եթե այս ամեն ինչի մեջ քո բնույթը փոխված չի, դա չի խոսում նրա մասին, որ դու սիրում ես քո ամուսնուն, դու չես սիրում քո ամուսնուն։ Դու ուղղակի սովորել եք իրար, ոչ թե սիրում եք իրար, այլ սովորել եք իրարու բնավորություն եւ այդպես ապրում եք։ Դու նայ քո կյանքի մեջ դու սիրում ես, դու ուրախ ես քո ամուսնու համար թե ոչ։ Երբ որ քո ամուսինը տուն է մտնում, դու կարող ես ուրախությունից թռնես իր գիրկը, իրոք սրտանց ուրախանաս, քո տերն է եկել, թե քո սիրտը վշտացած է իրանից։ Թե այնպես ես վշտացրել, ինքը չի ուզում տուն գա։ Այսօր շատ տղամարդիկ կան տուն չեն ուզում գան։ Ասում եմ չեմ ուզում կնգա սերս տենամ, ինչու՞։ Որտեվ դու սիրում ես իրան դրա համար։ Ես հիշում եմ մի երիտասարդ ընտանիք, ես իրանից թույլատրություն եմ հարցրել, տենց դրա համար վկայում եմ իր ընտանիքի մասին։ Իրանք կիրակի օր եկան պաշտամունքի, երկուշաբթի պետք է արդեն իրանց բաժանումը լիներ։ Իրանք պետք է բաժանվեին, երիտասարդ ընտանիք են, մի երեխա ունեին։ Սմբաթը եկավ պաշտամունքների, մասնակցեց այդ տարածքում, այդ օրը տենց տերը դրել էր այս սիրո թեման էինք խոսում։ Ինչա պատմում իր կինը։ Մյուս պաշտամունքին եկավ, գովար քույրիկն է մեր։ Հիմա մեր ամենալավ քույրիկներից մեկն է Հոլանդիայում։ Ունի 9 երեխա։ Ուրեմն եկավ Երևանի քույրիկներից էր, դե Հոլանդիայել մեծացել են, ամենավերջի այդպես ռեկորդ մոդայով հագնված, եկա մտա պաշտամունք։ Պաշտամունքի վերջում, ուրեմն ես սև արցունքներ չէի տեսել։ Այդ խեշ քույրիկը սկսավ սև արցունքներ լացել։ Այնքան յուղ էր կսե, վերջը գիտեք, դրա անուն ինչ է, չեմ որ լացում են սև արցունք է գալի։ Ինքը դեմքով սպիտակ քույրիկ է, լրի վերեսները սենց սևացել, հետո որ սենց մաքրում էր, լրի վեր սևանում տենց։ Լավ լացեց քույրիկը։ Հելան փաթաթվան իրար ամուսիններով մի ողբ ու լաց էր եթում։
Այդ օրվանից քանդվավ սատանա ետ ծրագիր իրանց կյանքում, որ այդ բաժանումը հակառակորդը դրել էր, պետք է գնային արդեն դատարանով բաժանվեին, եւ իրանք սկսան սիրել իրարու, ոչ թե իրար սխալները տեսնել։ Եթե դու տեսնում ես քո ամուսնու սխալը, սիրելի հոգի, դա չի խոսում նրա մասին, որ դու սիրում ես, իսկ եթե ծածկում ես այդ սխալը, գրված է սերը ինչ անում, մեղքերի բազմությունը ծածկում է։ Ես հիշում եմ այդ պաշտամունքից հետո քուրիկներից մեկը մեզի ստիպեց, տարավ իրանց տուն, ասեց, չէ, պետք է մեր տուն մի կտոր հաց ուտեք, մենք էլ շտապում էինք։ Վերջը ասել է, այդ հացը ինչ որ պետք է 10 տուր մենք ավտոյով ճանապարհին կուտենք։ Դրան վրա իր հարսին ղրկեց, տենց միջին տարիքի քույրիկ էր։ Ասեց գնա հաց պանիր բե, իր ամուսինը մոտիկացավ մեզ, ծանոթացանք, ասեց մարդ ջան, ես պետք է մի բան խոստովանվեմ քեզ։ Մարդն ասեց խոստովանդ, մարդն լրիվ անհավատ էր, աշխարհիկ էր։ Ասեց ասա կնիկ ջան։ Ասեց մենք քանի տարվա ամուսին ենք։ Դե թիվը ասեց, դեռ տարիքով մարդիկ էին։ Ասեց այսքան տարի ես քեզ չեմ սիրել։ Հայ տղամարդուն կինը տենց ասի այդ տղամարդի ինչ կլինի։ Ինքն էլ աշխարհ ասեց կնիկ ջան, բա ումն ես սիրել։ Միտքը լրիվ հակառակ աշխատավ, էլի։ Ես ասեցա վերջը։ Ասեց մարդ ջան, որ ես քեզի սիրեի, ես քեզ կհակառակվեի։ Ասեց որ ես քեզ սիրեի, ես քո հանդեպ չարությամբ կլծվեի, բայց որ ես քեզ սիրեի, ես քո խոսքերը գետին կգցեի, մարդը սեն շշկրվավ։ Ասեց կնիկ ջան, ես որտից ես գալի։ Ես անձամբ ասես կայնած լսում եմ իրանց այդ բանը։ Ես ներկայ եմ եղել։ Ասես կնիկ ջան, ցավը տանեմ, գնա անդիս որտից եկել ես։ Ասես գնա, ամեն օր գնա անդե։ Ես հասկացա ինչա կատարվի այդ ընտանիքում։ Քուրիկներ ջան, գիտեք ձեր ամուսինները չեն ուզում ձեզ տեսնեն այդ նույն վարքի ու կարգի մեջ։ Այսօր շատ ընտանիքներում կանայք են տնօրինում։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ ամուսինը քո գլուխն է։ Դու այդ հոգեբանությունը ունես արդյոք քո տան մեջ, թե ոչ։ Թե քո խոսքը պետք է անպայման անցնի։ Որ ճանապարհով ուզում ա լինի, միայն թե քո խոսքը անցնի։ Ասեմ մի ուրիշ բան, արդյոք իմիջիալոց այդ հարցը ես կարամ ձեզ տամ նորից, հիմա ով որ սիրում էր իր ամուսնուն ձեռը բարձրացրե, դու հիմա սիրում ես քո ամուսնուն թե չէ, եթե դու այսպես բաների մեջ եղել ես, դու պիտի զղջաս ու ապաշխարես ու քո ամուսնուսներում խնդրես։ Այսօր շատ կանանց չի հետաքրքրում, որ իրանք պետք է պատկառանք եւ ակնածանք, այդպես ասած, վախ ունենան։ Ռուսերենում ասում է «ադբայիցը», հայերենում տեսեք ինչ է գրված։ Ասում է կինը իր այրեն ակնածություն ունենա։ Ռուսերենում ասում է «ադբայիցը», վախ ունենա, վախենա իր ամուսնուց։ Ոչ թե վախենա, որ հեսա կխփի, ոչ, դու աստվածային վախ պետք ունենաս։ Որտեվ Աստված իրան կարգել է քեզ որպես գլուխ։ Սիրելի Եվա, Ադամը կարգված է քո գլխին որպես, մի շրջանցի իրան, առանց իրա ոչի բան մի արա։ Ես հիշում եմ անգամ sense մի բան, մի քույրիկ ասեց, ես իմ ողորմությունները, տասանորդները, եղբայր ջան, ես առանց իմ ամուսնու հարցնելու վերջը անում եմ։ Ասի քույրիկ ջան, ես ինչ ես անում, գողություն ես անում։ Քո տանիքից գողություն ես անում, ինչա որ Աստծո պատվիրանները պահես։ Ասես բա մի հատ եղբայր sense ասա, սխալ ասա։ Այս քո ամուսինը ինչ ասում, այս ամուսինը նեղվում է։ Ասի դու հնազանդ եկո գործը չի։ Այդ քո տված մի քանի կոպեկով եկեղեցին ոչ կհարստանա եւ ոչ էլ կաղկատանա, բայց քո ընտանիքի մեջ խաղաղությունը թո թակավորի։ Կգա ժամանակ Աստված կփոխի քո ամուսնու սիրտը, այս ժամանակ գրված ամեն բան հոժարությունով թող լինի։ Հասկանում ես, վեճի, չգիտեմ, կրվի, անխաղաղության հաշվին չի կարելի Աստծո պատվիրանները պահել, քույրիկներ ջան։ Գրված է ամեն բանի մեջ հնազանդ լինես քո ամուսնուն, իսկ եթե ինքը քեզ մեղքի է դրդում, դա արդեն ուրիշ խնդիր է։ Այդ ժամանակ գրված է, որ արյուն թափելու չափ մեղքից ետ կեցիր։ Եվ շատ քույրիկներ ես գիտեմ ամուսինները միջև մահամերձ ծեծել են,
բայց ասել է Հիսուսն է իմ սրտի մեջ առաջինը։ Եվ Աստված նոր անցել է ու իր պաշտպանությունն արել ընտանիքի վրա։ Հիմա մենք նայենք մեր սրտերի մեջ, քույրիկներ ջան։ Արդյոք Աստծո խոսքերը մեր կյանքում որ կողմում է դրված։ Դու մի հատ հիշի էլի ոնց ես ապրել քո ամուսնու հետ։ Իսկ եթե ամուսինդ մահացած է, գնացել է, դու դրա համար էլ պետք է մի հատ ներում խնդրես Աստծուց։ Եթե դու այդպես չես ապրել, ինչպես որ Աստծո խոսքն է սովորացնում քեզ, դու Աստծո առաջ կանգնես, ասա Տեր Աստված, ներ ինձ, ես չեմ մացել։ Իրոք ես հակառակվել եմ, իրոք ես նեղվել եմ, նեղացրել եմ, մեր ընտանիքում իմ պատճառով վիճաբանություն է եղել։ Ներում պետք է խնդրես Աստծուց, սիրելի քույրիկ, որպես այդ ծանրությունը վերցվի քո ընտանիքի եւ քո երեխաների ապագայի վրա չազդի։ Եվ դու քո սրտի մեջ պետք է մի բան դնես եւ ասես Տեր, ես ուզում եմ ապրել այն կյանքը, որը դու ուզում ես տեսնել քո զավակի մեջ այս երկրի վրա, որը դու ուզում ես տեսնել սուրբ ընտանիքում, որպեսզի մտնողը տեսնի քո սուրբ վարքը եւ ասի իրոք գնացեք եւ սովորեք այս քույրիկից։ Քույրիկներ ջան, այսօր դա չի խոսում նրա մասին, եթե քո ընտանիքում խնդիրներ կա, որ դու քրիստոնյա ես, դու ընդամենը աստվածապաշտության կերպարանք ունես, ինչպես Առաքյալն է գրում, բայց զորությունը, ասին կյանքը չկա։ Այդ կերպարանքը կա, հասկանալի է, աղոթում ես, երգում ես, այդ դրսի երևույթը վերջը պաշտամուն կա, հասկանալի է, այդ կերպարանքը դու ունես, խոսում ես ավետարանի մասին, բայց հետաքրքիր է այդ զորությունը քո կյանքում իրոք որպես կյանք դու ապրում ես, թե ոչ։ Շատ քիչ կանայք կան այդպես։ Ես չեմ ասում բոլորը, շատ քիչ կանայք կան այդպես, քույրիկներ ջան, իմ աղաչանքը մեզ։ Չլինի, որ հանգարց մի բիծ մնա ձեր վրա։ Այս խոսքերը ուղիղ քույրիկների մասին է գրված, որ կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, որպես թե տիրոջը, նորից նույնը ամփոփում եմ եւ պետք է գանք աղոթքի։ Դու այսօր իրոք զղջալու, ներում խնդրելու քո ամուսնուց շատ բաներ ունես, ես տեսնում եմ, որ շատ կա։ Անկամ նրանք, ովքեր չունեն ամուսիններ, եւ վշտացրել ես դու իրանց, դու էլ պետք է ներում խնդրես Տիրոջից, որ քո վրա ոչ մի բան չմնա։ Սիրելի քույրիկ, Աստված այսօրը քո համար է պատրաստել եւ քո համար է խոսում։ Այս պաշտամունքը կարծես հենց քո համար է ուղիղ, որտեղ Աստված սիրում է քեզ։ Եվ չի ուզում, որ ընտանիքներում խնդիրներ լինի, որտեղ դու քրիստոնյա ես։ Քո ամուսինը պետք է ուրախանա քեզանով։ Բայց նեղվում է քո ամուսինը քեզանից, սիրելի քույրիկ։ Իմ աղաչանքը ձեզ, եթե ուզում ես, որպեսզի օրհնվի քո ընտանիքը, օրհնվի քո ապագան, օրհնվեն քո երեխաները եւ թոռները, փոխի քո կյանքը։ Մի ուզի, որ ամեն ինչ քո ուզածով լինի։ Խոնար մարդուն հեշտ է խոնարհվելը, գիտեք։ Խոնար մարդու համար հեշտ է բոլորի հետ հաշտվելը, խոնար մարդու համար սիրել ամենատենց ծանր բնավորության տեր ամուսնուն հեշտ է դա լինում։ Ես հիշում եմ մի քույրիկի պատմություն, ամեն պաշտամունքին գալիս էր, մի օր մի աշներ ուռած վերջը ծեծված, հարցնում են քույրիկ ջան ինչ այլ է, Հիսուսի անունի համար ծեծ եմ կերել։ Վերջ էլի եղբայրն ասում են, ինչ լավ քույրիկ է։ Դե օրը շաբաթը 3 անգամ տենց վերջը եղբայրներից մեկին Սուրբ Հոգին հետաքրքրություն է դնում, ասում է մեկ ինչ խոսցր այս քույրիկին էլի։ Ասում է քուր ջան, հələ պատմի, այդ ո՞նց անում որ ծեծում է։ Ասում է ախպեր, այդ ամուսնուց դու նայել ասում է։ Գործից գալիս է, ասում է ես նստած ավետարան եմ կարդում, ինձ ասում է հելի հաց դիր։ Ասում է դու դրան նայի։ Ասում է ես էլ ասում եմ ոչ մի հաց, ես ավետարան եմ կարդում։ Ասում է գալիս է ու տալիս է։ Այդ եղբայրն ասում է դու էդի անունը դրել ես որպես Քրիստոսի համար եմ ծեծում, ասում է բա ոնց։ Ասում է ինքը եղբայր ջան խմած գալիս է, ինձ ուզում ավետարանից կդրի, ինձ ուզում աղոթքից կդրի, ես պետք է չլսեմ իրան, ես Հիսուսին պետք է դավանեմ առաջինը։ Նորը եղբայրը բացատրում է դրան, քույրիկ ջան, այդպես չի կարգը։ Նա քո գլուխն է, նա քո տերն է։
Դու իր ծառան ես։ Ասում է, բա ինչ անեմ։ Ասում է, երբ որ խմած կգա, այս անգամ լրի փոխի ընթացքը։ Դու եթե ուզում ես Քրիստոս կյանք ապրես, ասում է, ասա եղբայր ջան, ոնց ասես է ձև անեմ։ Բացինք ավետարանը եւ կարդաց, ասես տենց է գրած։